Իսկ օպերատիվ տեղեկատվություն կա, որ լքել է Հայաստանը։ Չկա, հա։ Իսկ առարկայական ինչ-որ բան, որ վստահ լինենք։ Այդ էլ չկա, հա։ Պարզա, այսինքն տենց ինքը նստել լուր սպասում, հա։ Մամ, ես կարամ քո պաղպաղակներ ուտել։ Այո, շնորհակալ եմ։ Էդմոն բավական է, շատ կիրառու շարթում։ Հարավուտ ուտես, պայմանավորվեցինք։ Պայմանավորվեցինք։ Կլինի գնամ իմ սենյակն ուրտ նայեմ։ Մի հատ կնայեմ ու հետո կգնամ քնելու։ Կարող ես արի գնանք միացնեմ։ Ես կմիացնեմ։ Դու ինձ ասելու բան չունես։ Հանգիստ կանգնի չշարժվես։ Լավ է, լարակ վազում ես։ Բաց թողեք, ինչ եմ արել որ բռնում եք։ Որ բան չէիր արել, չփախնեիր։ Հետևիցս գիշերով գալիս եք, ինչ իմանամ, ով եք, ինչ եք ուզում։ Վազելուց որ հետ էիր նայում, չէի նկատում, որ հետևիցդ համազգեստով մարդիկ են գալիս, թե ոտքերդ քեզ չէին ենթարկում։ Ախր ինչից հասկանայի, որ իսկական ոստիկան եք։ Չէ, լուրջ տղեկ։ Լավ, շատ մի երկարացրու։ Հիմա կգնանք բաժին, եթե պարզվի ոչ մի բան չես արել, հետ կբերենք քեզ տուն։ Առաջ անցի։ Մամա, ինչ ես անում։ Մեգի։ Սիմա։ Վայ, Մեգի, դուք խեղճ ունեք աղաս։ Էս ինչ եք անում։ Բա ասում եք վաղն եք գալու։ Էս ո՞նց եղավ որ հիմա եկաք։ Մեգի, գնամ օրդ ջուր բեր։ Հա, բայց էս անելու բան է։ Հա, դե լավ Սիմա հանգստացի։ Ուզում էինք անակնկալ անեինք էլի։ Դե սենց ստացվեց, ոչինչ։ Հա, բայց էս անելու բան էր աղաս։ Այ Սիմա։ Հա, խմի։ Խմի Սիմա ջան, ոչինչ։ Հիմա սենց ստացվեց։ Խիղճներդ կտրվի։ Ես էլ ինձ կոտորում եմ, ուզում եմ ձեզ դիմավորեմ, նախաճաշ պատրաստեմ, առավոտյան որ գաք սուրճ լինի, կրուասան պատվիրեմ։ Դե լավ Սիմա ջան, եթե ուզում ես, ես ու Մեգիս կքնենք, առավոտյան կզարթնես, կտեսնես արդեն սեղանը թելա գցած, սուրճը դել դրացա։ Հաստատ։ Ու կրուասան, խնդրում եմ։ Կրուասան։ Մի քիչ շատ չի։ Դե շատը շատ է, բայց դե ոչինչ։ Մեր մաման է էլի։ Դե լավ, հա, մեր մաման է ճիշտ է։ Ինչ ասեցիք, շատ։ Մեգի։ Դուք հիմա կտեսնեք։ Մեգի։ Դուք կտեսնեք, թե ես ինչեր եմ ընդունակ։ Եկեք ստեղ։ Եկեք ստեղ։ Սոնա, սպասի մի բաժան։ Շնորհակալ եմ շատ, բայց արի խոսանք։ Ձյոմ, շնորհակալության կարիք չկա, ես ուղղակի չէի ուզում, որ առավոտյան մեր շենքի դիմաց սարած դիակ գտնեին։ Բա մենակ ես պլետնա։ Լիմոնով իմբիրով թե չկա։ Ասենք սաղ օրգանիզմը սարել է, Սոնա աղջիկ։ Առողջություն Ճոմ ջան։ Մի հատ էլ։ Մի հատ էլ։ Մենք հասել ենք այնտեղ, որ դու ինձ ականջ ես դնում։ Բա ինչ անեմ։ Այդքան խնդրեցի, աղաչեցի մի բան ասես, ոչ մի բան չես ասում։ 100 անգամ քեզ ասեցի Սոսե, որ ես այնպես կանեմ, որ քեզ էլ Էդմոնին էլ վտանգ չսպառնա։ Դրանով հաստատում ես, որ
մեզ վտանգ է սպառնում։ Շակե դու կարծում ես, որ ես այդքան հիմար եմ, ոչինչ չեմ հասկանում։ Դե որ այդքան խելոք ես, ավելորդ հարցեր մի տուրել։ Ում հետ էիր խոսում։ Ում Հայաստանում մնալը քեզ այդքան անհանգստացնում է։ Այ բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հիմա դու ուզում ես մտնել իմ բոլոր գործերի մեջ։ Միջև չիմանամ մեզ ինչ վտանգ է սպառնում։ Ես չեմ հանգստանում։ Ես ամենակարևորը քեզ ասել եմ արդեն Սոսե, որ դու էլ Էդմոնն էլ իմ հովանու ներքո եք միշտ։ Կարող ես հանգիստ լինել։ Հիմա ես շատ հոգնած եմ Սոսե, շատ։ Քնել եմ ուզում։ Այնպես որ բարի գիշեր։ Հա, Քամարյան, ես քեզ հասկացա, շնորհակալություն։ Շարունակելու ես ժխտել։ Ախր ինչ է ընդունեմ։ Ամոթնել է լավ բան։ Քո տանը հայտնաբերված դրամները վերջին ապացույցն են։ Ինչ դրամ, ես դրամ չունեմ։ Խոսք են դրամների մասին չի, որ Կարլեն Սինանյանինն էր։ Այդ դրամները գնողը գնել է, դուք փողը վերցրել եք։ Ու եթե հիմա չասես, որտեղ է գումարը, ընկերդ հաստատ կասի։ Խոսքը այն դրամների մասին է, որ ցույց ես տվել Կարլեն Սինանյանին ու ներկայացրել ես իբր հին արժեքավոր ժառանգություն։ Այդ դրանցից քո տանն է հայտնաբերվել։ Լավ չես մաքրել տունդ, իրեղեն ապացույցներ ես թողել։ Հա։ Էդի բան չունես ասելու։ Լավ։ Ես քեզ ասեմ ու վստահեցնեմ, որ ընկերդ Հայաստանից չի կարա դուրս գա, որովհետև սահմանային անցակետերում իրան են սպասում։ Շնորհակալություն հարևանիդ։ Ասեց ընկերոջդ մասին, պատմեց իր մասին երկար, հետո ասեց որտեղ է ապրում, ճիշտը հասցրել էր դուրս գալ տնից։ Ընտանիքին էլ ասել էր իբր Ռուսաստան է գնում ինչ։ Բայց ոչինչ, շուտով կողքիդ կհայտնվի։ Ու եթե դու չես խոսելու, ոչինչ, ես քեզ էլ հարցաքննության չեմ կանչի։ Գիտես ինչի, որովհետև ընկերդ հաստատ կասի։ Ընտանիք ունի, կին, երեխաներ, ու շատ լավ գիտակցում է, որ եթե համագործակցի մեզ հետ, իրա պատիժը կմեղմի։ Մտածի, բայց արագ մտածի։ Տվեք ձեր հարցերը։ Նորմալ խոսելու ես, թե։ Կխոսեմ, ասեք, ինչ եք ուզում իմանալ։ Արսեն ջան, ես այդ ամեն ինչը շատ լավ հասկանում եմ, բայց մինչև տուն ես գալիս, ես կես մարդ եմ դառնում։ Տաճ ջան, անհանգստանալ ընդհանրապես պետք չի։ Նախ որովհետև վաղուց արդեն երեխա չեմ, հետո էլ մենակ չեմ այնտեղ։ Միշտ Նարեկի հետ ես, չէ Արսեն ջան։ Հա, համայնա միշտ իր հետ եմ։ Արսեն, գիտես, ինձ մենակ մի բան դուր չի գալիս։ Դու Նարեկի հետ շատ կոպիտ ես խոսում։ Տեսնում ես այդ տղան ես քաղաքում մենակ ապրում, ոչ ոք չունի, գալիս է մեր տնից չի ուզում թե դուրս գա, իսկ դու անverջ կատակ ես անում հետը, կոպիտ ես խոսում հետը, կնեղանա չէ։ Այ հենց այդ պատճառներով էլ կոպտում եմ տատ։ Բա որ թողեմ մնա, սենց սովորելու է, չուզենալու գնա, ոչ էլ ինչ-որ մեկին գտնելու է։ Դրա համար ես դուրս եմ անում տնից, որ գնա մենակ մնա, մեկին գտնի, շփվի, վերջի ամուսնանա, ինքն էլ չէ պիտի ընտանիք ունենա։ Չհասկացա, հələ մի րոպե սպասի։ Էդ ուզում ես ասես, որ ես է թողնեմ տնից գնամ, դու մեկին կգտնես կամուսնանաս։ Ուզում ես թողնեմ գնամ գյուղ քրոջս մոտ։ Դա ավելի տատի ջան։ Հիմա ես ինչ ասեմ, պիտի պատտես հասցնես քո ուզած թեմային։ Հա,
այնքան պետք է ասեմ, միջև գլուխդ մտնի։ Ականջիդ օղանես ու չմոռանաս, որ պետք է ամուսնանալ, ժամանակն է արդեն։ Չեմ ամուսնանալու։ Եղավ։ Սենց լավ է։ Կատակ եմ անում մի նեղվի, բայց դու էլ չմոռանաս։ Հիշում ես։ Ինչ։ Տոլմա ես ինձ խոսք տվել։ Յա, այ կգնաս կնիկ կբերես, կհրամայես, որ քեզ համար տոլմա էպի դու էլ ուտես։ Չեմ հրամայում, տան ջան, խնդրում եմ։ Գնացի, չմոռանաս տոլմաս։ Այ Արսեն ջան, իհարկե գեբ։ Այդ քո ասած օրը շատ ուրախ էր մեկին մի տեսակ։ Այնքան ուրախ էր, որ նույնիսկ կողքից նկատեցին։ Ահա, գետնանուշովը քեզ, ելակովը ինձ։ Ու դու ոչ մի բան չհարցրեցիր այդ օրը։ Ասեց, երեխեքն են զանգել ակադեմիայից, դե ես էլ հարց ու փորձ չարեցի։ Ադմարցինայի գետնանուշովը շատ համով է։ Ուվե։ Դե հա, ես ինչ իմանայի, որ մեկին հաղորդագրություն է եկել ու դրանից է տենց ուրախ։ Դու էլ ինձ ոչինչ չէիր ասել։ Թե չէ հարց ու փորձ կանեի անպայման։ Աղաս։ Սպասի։ Այդ օրը առավոտյան մեր համանում սուրճ էինք խմում ու շատ համեղ քաղցրավենիք էր դրած։ Հարցրեցի ես որտեղից, դե ասացի մի տուփ էլ քո համար բերեմ էլի, Սիմա ջան։ Տենց էլ ոչ մի կերպ չհասկացա, տենց կոնկրետ ոչ մի բան չասեց։ Այսինքն մտածում ես, որ Այ, չգիտեմ Սիմա, չգիտեմ ինչ եմ մտածում, ամեն դեպքում հիմա շտապում եմ, երեկոյան գամ խոսենք, հա։ աղաս, չես կարա 10 րոպե ուշանաս։ Չէ, չեմ կարա, իրավունք չունեմ, գնացի։ Հաջողություն։ Այդ ծորակը փոխելու ընթացքում իմացա, որ ինչ որ հին դրամներ կա մոտը։ Մեկի հետ անգլերեն խոսում էր։ Մամաս անգլերեն դասատու է եղել։ Դե ինքը ինչ իմանար, որ հասկանում եմ։ Մի խոսքով իմացա, որ ունի ու ուզում է վաճառի։ Հետո Խոսակցությունը ավարտելուց հետո սկսեցի իրան խոսացնել, թե ինչի է եկել, ինչ է անում։ Ասաց եկել եմ քաղաքը տեսնեմ, վաղուց չեմ եղել։ Դե ասաց, որ Վրաստանից է։ Հասկացա, որ շատ զգուշավոր մարդ է ու ինքն իրան ոչ մի բան չի խոստովանի։ Այդ բանը տնկերս զանգեց, հեռախոսը միացրի ու խոսքի մեջ ասացի, որ այդ դրամները ով որ պետք է առնի, չի կարա գա ու չգիտեմ ինչ անեմ։ Բա ասում էիր այդ բանը լսեցիր դրամների մասին։ Ընկերոջդ հետ խոսակցությունը այդ ժամանակ օրինեցիր։ Հա։ Գործս արդեն ավարտում էի, հարցրեց այդ ինչ դրամներ է։ Ասացի ընտանեկան է, մի քանի սերունդ փոխանցվել է, ուղղակի հիմա նեղն եմ, ուզում եմ վաճառեմ։ Ասաց եթե ուզում ես կարամ նայեմ, Թիֆլիս ընկերներ ունեմ, կարամ կապեմ հետները, համաձայնվեցի։ Հասկանալի է, հետո Հետո օր ասեց հանդիպման համար, բայց մինչև այդ օրը իրան անդադ հետևում էի։ Շատ վախկոտ էր։ Մտածում էի կարող է միտքը փոխի, գործարքն անի, տենց հավաքվի գնա։ Հետո Դե այդ օրն էլ ամբողջ օրը հետևեցի, ինքն իր ապրանքը ծախեց։ Իսկ հաջորդ օրը առավոտյան արդեն ես պետք է հանդիպեի հետը, որ դրամներս ցույց տայի։ Բա ինչ եղավ, որ չհամբերեցիր մինչև առավոտ։ Կասկածում էի։ Ասում եմ, այնքան վախկոտ էր, մտածում էի իր ապրանքը ծախել է, ձեռը մի աշխարհ փող կա, կարող է չուզենա ինձ տեսնի։ Դրա համար հենց այդ նույն օրը ցերեկը հյուր գնացինք, չէր ուզում դուռը բացեր։ Դրամները ցույց տվեցի, դիտանցքից նայեց ու բացեց։ Բա ինչի՞ կտես տանջամը հարել։ Չեք պատկերացնի որտեղ էր պահել փողը։ Ամբողջ տունը տակնու վրա արեցինք, չգտանք։ Ստիպված էինք
համոզել, որ խոսի։ Ինձ քանի տարի կտան։ Այդ թող դատարանը որոշի։ Բայց մի հարց։ Քեզ հիմա մենակ է տա անհանգստացնում։ Բարև։ Հերո կվարակվես։ Որտեղ ես մրսել, ջան։ Ոյ։ Տնից տենց լողացած նոր դուրս եկավ, սառեցի ցուրտեր։ Լավ, եթե դու կպատմես, թե ինչի ես նոր լողացած տնից դուրս թռել։ Մենգի, դու ավելավա պատմի ոնց անցավ։ Չէ, բայց մի վարքյան, այստեղ եք որոշ է խոսել դրա մասին։ Բա որտեղ։ Դե կարելի է ինչ-որ հետաքրքիր տեղ գնալ ու այնտեղ նորմալ նստել խոսել։ Դե հա, կարելի է։ Ու մեզ ճամը կասի թե որ գնանք, ինքը լավ տեղեր գիտի։ Ճամ։ Որտեղ կառաջարկես գնանք։ Համ լավ ժամանակ անցկացնենք, համ էլ տեսնենք թե մեկին առանցնես ինչեր է արել։ Երեխեք, այդ հարցում ինձ կարաք վստահեք նենց, հա։ Ես շատ լավ տեղեր գիտեմ։ Հաստատ չեք փոշմանի։ Այսքանը ճիշտ։ Առողջություն։ Ոյ հələ կպիտես տակ եմ։ Բայց կվարակվես։ Տեսնում ենք բոլորս կվարակվենք։ Ինչ է գոմ անցնենք դες։ Առողջություն։ Առողջություն։ Հա, շատ լավ անցավ իրար ջան։ Բայց այդ մասին հետո կպատմեմ քեզ։ Երեք որ խոսում էինք, ասացիր ինչ-որ բան ես ինձ ասել։ Նո ինչ կա։ Շատ կարևոր գործ կա, ես մի քանի օրով բացակայելու եմ։ Ինչ գործ։ Դե չդիմացա Շաքեին ասեցի, որ իրան չեմ հավատում։ Համլետի պահով։ Հրաչ, ախր ամեն անգամ նույն բանը պետքա խոսենք, հա չեմ հասկանում։ Ինչի համար ես։ Սպասի աղա, սպասի։ Ես ասեմ, հետո դու քոնը կասես։ Ես ոչ լյովին եմ զանգել։ Ոչ էլ ինչ-որ մեկին։ Այս տեղեկատվությունը ես ուրիշ տեղից եմ իմացել։ Նենց որ ինձ 2 օր է պետք։ Այս ամեն ինչը ճշտելու համար։ Ինչ տեղեկատվություն լաչ։ Կարաս նորմալ բան ասես։ Կճշտեմ, մանրամասն քեզ կասեմ։ Հրաչ, աղաս ես քեզ էի սպասում, որ գաս, ես հանգիստ խղճով գնամ։ Այսինքն անիմաստ է, հա չհարցնեմ։ Հա, հոգնեցի արդեն։ Ես այս գործը պիտի ավարտին հասցնեմ։ Հենց բան լինի կգամ կխոսենք։ Անենց հեշտ հանգիստ, հա, ասենց ասում ես էլի իմ գործերին, ախր արի փակենք այս թեման։ Դու են ասա։ Այս Քամարյանից բաժին ուզում է իր մարդ բերեիր։ Հա, էլի ուզում եմ, ինչ կա։ Պայքարը կյանքս կերավ։ Բարձը։ Այս 2 օրը անպայման այդ գործով պետքա զբաղվեմ։ Ուղղակի ուզում եմ լավ կադր բերեմ, դրա համար եմ սենց ձգձգում։ Գիտես, մեր տղերքը քիչ են, բայց տեսնում ես ինչ լավ են աշխատում։ Դες ամեն չարի պայքարին ասա, որովհետև Արունն է վերցնում։ Ես պիտի գնամ։ Արսենն ու Նարեկը այս նոր գործի փաստաթղթավորմամբ են զբաղվում։ Գնամ, անենք վերջացնենք ու բայց սիրտս անհագիստ է հրաչ։ Պարոն գնդապետ, հանգիստ եղեք։ Հենց օգնության կարիք ունենամ, քեզ կդիմեմ։ Ես ու սուշին եկանք։ Հրաչ ուրա։ Հրաչը դեռ չի եկել, բայց մինչև բացենք կգա էլի։ Որ հենց հիմա էլ պայքարը զանգեց։ Ասեց, որ նոր հանցագործություն կա, վազելով կգնա, բայց ուտելուց հետո։ Շատ տեղին էր։ Ալո։ Լավ, Քամարյան։ Հասեն ուղարկի 5 րոպեից դուրս են գալիս։
Օթից հոտ եմ քաշում, զգում եմ։ Պայքարներ։ Ասեց ինչ-որ կին է եկել ոստիկանություն հաղորդում է տվել, որ ամուսինը երկրորդ օրն արդեն չկա։ Դե ինչ ասեմ։ Մի զանգի իրաչին ասամ, որ այդ խտապանակը դարակում է։ Մենք էլ արագ գնանք։ Դու գնանք։ Վերկաց։ Ասիմ, այդ։ Արի, համապարին խտես, արի։ Ու հիմա մի խոսքով մաման ասում է, որ ինքը եկել է ու հաստատ ինձ պիտի տեսնի։ Ու հանգիստ չի թողնի հաստատ, որովհետև այս 2 օրվա մեջ արդեն 1000 անգամ զանգել է։ Ես եմ մտածում, որ հանգիստ չի նստի։ Իսկ դու ինչ ես մտածում։ Դե ես ընդհանրապես չեմ ուզում իրան տեսնել։ Բայց ոնց հասկանում եմ, ստիպված եմ, որովհետև ինչքան մամայի պատմածով հասկացել եմ, ինքը այդպիսի մարդ է, որ իր ուզածին միշտ հասնում է։ Ու երևի միակ բացառությունն էր, որ իր տղաները ինձ չտարան իրան մոտ։ Մարթա, ես ցանկացած բայի պատրաստ եմ լինել քո կողքին, օգնել քեզ։ Ուղղակի հիմա չգիտեմ ինչ ասեմ։ Դա քո ընտանեկան հարցերն են։ Դու էլի իմ կողքին ես։ Ու լինելու եմ քո կողքին։ Քեզ կօգնեմ։ Կարամ ձեր բակում լինեմ, սպասեմ քեզ։ Մի խոսքով կանեմ այն ամեն ինչ, ինչ որ դու կցանկանաս։ Շնորհակալ եմ։ Այսօր երևի կզանգեմ մամային կասեմ պայմանավորվի։ Ապրես։ Սա ձեր ընտրած մաստեր թավուկ բուրգերը կոմբոյով, որի մեջ մտնում է ֆրի, նաև կոկտեյլ սոս։ Բարի ախորժակ։ Շնորհակալություն։ Իսկ կներեք, պիցանինի նախուտեսներից ինչ կառաջարկեք, բայց թեթևի մեջ։ Թեթևի մեջ կարող եմ առաջարկել հավի նագեցներ եւ պանդրային ձողիկներ։ Շատ լավ, դրանցից։ Հեսա կմոտեցնա։ Շնորհակալություն։ Դա, բայց չեմ հասկանում ինչ ես ինձ տեղ կանչել։ Դե նայի, համ համեղ բուրգերներ կուտենք, համ էլ խոսակցությունը կիսատ մնաց, կավարտենք։ Դե խոսակցության կիսատ լինելու մասով չգիտեմ, բայց ինչ ես ուզում ես անեմ։ Դե քեզ պատմեցի, որ դիտավորյալ չեմ արել, բայց Արտեմին դենտ ամեն ինչի չեմ կարող պատմեմ։ Իսկ դու շատ յուրօրինակ ունակություն ունես բոլորին իրար հետ հաշտեցնելու։ Մի բան արա էլի, շատ դուրս չի գալիս իրավիճակը։ Լավ։ Փորձեմ։ Բայց չեմ խոստանում, որ կստացվի։ Վստահ եմ քեզ մոտ ամեն ինչ շատ լավ կստացվի։ Ձեր նախուտեսներ։ Շնորհակալություն։ Բայց ես շուտ եմ գնալու։ Անձնական աղբյուրի հետ հանդիպման։ Կներես, իրոք չի ուզում ներողություն։ Ես հա, ճիշտ է, ես քեզ մի հարցել ունեի։ Հուսով եմ շատ կասկածելի չի թվա քեզ։ Եթե խոսքը էլի։ Չէ, ոչ մի անձնական աղբյուր։ Ուզում եի հարցնեի Համլետի ու Հրաչի պահով։ Ինձ այդ թեման մի տեսակ հանգիստ չի տալի։ Դե Հրաչը սպանել է Համլետի եղբորը։ Համլետն է սպանել է Հրաչի։ Ու ես ինչքան կարդացել եմ, գիտեմ, որ քրեական հեղինակությունների մոտ շատ կարևոր է արյան պարտքը ու սրբազան։ Իսկ ոստիկանների դե քեզ հարցում եմ, որտեղ դու ոստիկանի աղջիկ ես, մտածեցի կարող տանը լսել ես։ Կոնկրետ Համլետի ու Հրաչի մասով չէ։ Դե գիտես, ասել եմ, պապան չի սիրում աշխատանքային թեմաներից խոսալ տանը, բայց ինչ վերաբերում է ոստիկաններին ու հատկապես իմ պապային, ես գիտեմ, որ իր համար շատ կարևոր է, որ հանցագործը անպայման պատասխան տա ինքի առաջ։ Կարծում ես Հրաչն էլ այդպես մտածում։ Չգիտեմ, դա։ Ես իրան չեմ հարցրել իմ բան, բայց այնպես էլ չի, որ լսել եմ ինչ-որ բան, որ եզրակացնեմ։ Բարի ախորժակ։ Քեզ նույնպես։ Պարզ է, Մուշեղ ջան։ Դե հեսա հասկանամ քեզ որտեղ եմ հրավիրում ու հանդիպենք։ Լավ, հաջողություն։ Ապրես Հակոբ, շատ լավ խոսացիր։ Մնում է հասկանանք որտեղ եմ հրավիրելու։
Քաղաքում վտանգավոր է, չէ՞։ Հա, իհարկե վտանգավոր է։ Կմտածեմ կասեմ։ Իսկ այդ հանդիպմանը Այդ հանդիպմանը կասես, որ իր հանքերով հետաքրքրվող կա։ Մնացածը տես ինքը ինչ ասում։ Իսկ եթե ասի, որ նման ցանկություն չունի, դու էլ ասա, թե ինչքան գումար ուզում, որ համաձայնվի։ բայց ոնց հասկացա դու չես պատրաստվում վճարել։ Հակոբ, արի մի բան պայմանավորվենք։ Դու ինձ հարցեր չես տալի։ Կլինի։ Լավ։ Դե հասկացի որտեղ ենք հանդիպում, կազմակերպենք։ Ես հասկացել եմ, որ ինքը մեզ հանգիստ չի թողնի այնքան ժամանակ, մինչև ես իրան տեսնեմ ու զրուցեմ հետը։ Ճիշտ էլ հասկացել ես։ Ու երևի ինչքան շուտ, այնքան լավ։ Բայց մամ ընդհանրապես սրտովս չի իրոք։ Ես քեզ հասկանում եմ։ Դե ինչ ասեմ։ Կզանգես կպայմանավորվես ու ասա թող գա։ Հա, էլի ինքը թող գա։ Ես չեմ ուզում մենք գնանք ինչ-որտեղ։ Շատ լավ բալես, հենց այդպես էլ կանենք։ Դու մի լարվի, ընդհանրապես չլարվես։ Եթե ինչ-որ պահի զգաս, որ քեզ լավ չես զգում, արի այստեղ խոսենյակ։ Բայց մամ, ես կարծում եմ կդիմանեմ։ Ես համոզված եմ շատ լավ խոսակցություն ա լինելու։ Եթե իհարկե դու կարողանաս ազատվել քո այդ նախատրամադրվածությունից։ Հասկանում եմ ինչ ես ասում, մամ։ Ուրեմն վաղը կզանգեմ։ Սոնա ջան, որ նստել եմ հանգստանամ, հոգնել եմ, բա ինչ եմ արել։ Ձյամ, դու լուրջ պատրաստվես մինչև ձեր տուն ոտքով բարձրանաս։ Հա, բա ավտոբուսի մարդկանց չեմ վարակելու։ Լավ։ Այդ դեպքում արի տաքսի կանչենք։ Չի տաքսի վարորդը մարդ չի։ Ես գնացի։ Մի վարքան Սոնա։ Դու երախեքին խոստացել ես, որ ինձ նորմալ կհասցնես տուն ու նոր կգնաս։ Հա, ջան, որովհետև մեր ավտոբուսերն նույն կանգարից են գնում ու ես ասացի, որ կարիք չկա քեզ ուղեկցեն, որովհետև ես էլ եմ նույն կանգարից գնում։ Կգայինք, դու կնստեիր հանգիստ տուն կհասնեիր, բայց ես ինչ իմանայի, որ դու չես պատրաստվում ես կանգարից նստես ու պատրաստվում ես եսին որ կանգարից նստես։ Ու հիմա էլ պարզվում է, որ ընդհանրապես չես ուզում ավտոբուս նստես։ Ջան, ես ավելավա գնամ։ Հիմա ինձ թողելու ես այս վիճակում ստեղ ու գնաս։ Եթե չես պատրաստվում տաքսի նստես, ուրեմն հատ թողնելու եմ ու գնամ։ Սոնա։ Ընդհանրապես մի քանի կանգար ա մնացել ու վերջ։ Եկելա ոչ գրելա ոչ զանգելա։ Դեռ չեմ։ Այդ դեռը դուրս եկավ։ Այսինքն հույս ունես։ Ունեմ։ Այդ շատ լավ է։ Ես էլ հույս ունեմ, որ այս կինը կգա հետը նորմալ կխոսանք։ Կգա էլի ասեց ամենաուշը 40 րոպեից ստեղ կլինի։ Մի 10 րոպեից պիտի հասնի։ Բայց ես մի հատ բան չհասկացա Նարեկ։ Լավ ասենք ամուսինը 2 օր տուն չի եկել։ Չել զանգել։ Այդ պահի ես էլ չհասկացա։ Պայքարը նենց խառն է խոսում։ Բայց լավ հեսա գա ամեն ինչ կիմանանք։ Իր համարն է։ Այո։ Մենք ձեր բակում ենք։ Արդեն սպասում ենք։ Ես ձեզ նկատեցի։ Դե, քո խնդրանքին համաձայն հոբար։ Հետ հասկացա։ Հաստորեն կոնկրետ բան չի ասել քեզ։ Չէ։ Իմ համար կարևոր է հասկանալ, թե հրաչը ինչ է, ձեռնարկում իր անձնական նախաձեռնությամբ։ Այն որ ես իր այդ իմ խնդիրները լուծելու եմ, այդ հաստատ։ Բայց հիմա ես նոր գործ եմ սկսում ու ես պետք է իմանամ, թե ինչքանով է ինքը իմ պոչին նստած։ Հասկանում ես, չէ՞։ Հա, հասկանում եմ, հոբար, իհարկե հասկանում եմ։ Ուղղակի ես իրան ավելի կոնկրետ ոնց հարցնեմ։ Չնայած այդտեղ ուրիշ բան կա։ Երբ մեկին ինչ-որ բան հետաքրքրում է, ինքը մինչև վերջ գնում է ու իմանում է։ Հետո
Ինչ ես ուզում դրանով ասես։ Դե ուզում եմ ասեմ, որ իրան հետաքրքրել է ապար։ Ու վստահ եմ, որ ինքը հաստատ հորից կհարցնի։ Դու մտածում ես, որ հայերը կպատասխանի։ Դե եթե անգամ չպատասխանի, ինքը ուրիշ տարբերակ էլ ունի ճշտելու։ Շատ լավ է։ Այդ արդենից դուր է գալիս։ Դե աշխատի Դավիթ ջան։ Տեսնենք ինչ ենք անում։ Լավ։ Ու դրա համար որոշել է, որ մի քանի օր չի գալու։ Դուրս չի գալիս էս ամեն ինչը։ Ինձ էլ ասում է հոգնել եմ։ Չգիտեմ Շաքե, շատ անհանգիստ եմ։ Գնալու է ինքը իր ոտով ընկնի այդ Համլետի ձեռքը։ Դրա համար եմ ուզում Շաքե ջան, որ մի հատ զանգես, հետը խոսես, ինքը քեզ կլսի հաստատ։ Ավազ ջան, ո՞նց ես պատկերացնում։ Ինքը ասում է, որ Համլետը իր հետևից չի եկել, ինձ մոտ է եկել։ Հիմա օրինակ ես իրան ասեմ, դու Համլետի հետ գործ չունես հեղում են։ Ինքը ինչ է մտածել, ինչ ես կարծում։ Բան չունեմ ասելու, ես հասկանում եմ քեզ, բայց դե ախր Ես էլ քեզ եմ հասկանում։ Ես էլ քեզ։ Ձեր հավաքած համարն այս պահին անհասանելի է։ Խնդրում եմ փորձել մի փոքր ուշ։ Երբ ես խոսել վերջին անգամ, երբ ես տեսել։ Առավոտյան եմ հետը խոսել։ Դրանից հետո իջա իրանց բաժին արդեն չկար։ Պայքարն ասում է գնացել է։ Հա, ու վերջում էլ ասել է, որ ամենաշատը մի շաբաթ չեմ գալու։ Չեմ հասկանում ինչ անում այդ տղան, հեռախոսն ինչի անջատել։ Մենք ինչ ենք անելու։ Ես որ եկա դու ուզում էիր դուրս գայիր, չէ՞։ Հա, մի երկու գործ ունեմ Արամուց հետ կապված։ Դուրս գանք։ Ահա, ես քեզ կտանեմ քո գործերով, ընդեղից էլ կգնամ Հրաչի տուն։ Այսինքն մտածում ես տանն ապակվել, դա։ Դե չգիտեմ, գնամ մի հատ տեղում պարզ կլինի։ Լավ։ Զանգեցի, բայց հեռախոսն էլի անջատված էր։ Իսկ ինչի առաջի օրը չեք դիմել ոստիկանություն։ Դե մենք մի փոքր բիզնես ունենք, ախասունք ենք աճացնում ամառանոցում։ Լինում է, որ գնում է, մի օր մնում է, գալիս է։ Ու եղել է դեպքեր, որ ընկելագործով չի էլ նկատել ոնց է հեռախոսի մարտված նստել։ Աստորեն ենթադրեցիք, որ ամառանոցում է։ Հա, երեկոյան զանգեցի, չպատասխանեց, զանգեցի հարևանին։ Դե նա էլ մեր նման ամառանոցում չի ապրում, գնում գալիս է։ Ասեց քաղաքում է, բայց առավոտյան շուտ գնալու է։ Խոստացա, որ հենց ասնի կզանգի։ Ու ամառանոցում չէր։ Չէ, ու չի եղել։ Գյուղում տարբեր մարդկանց է հարցեր, ոչ ոք չէր տեսել։ Լավ, իսկ ուրիշ ուր կարող էր գնար։ Չգիտեմ, շատ եմ խնդրում գտեք ամուսնուս։ Կգտնենք, անպայման կգտնենք, դուք մի անհանգստացեք։ Իսկ հիմա ձեզ կխնդրենք գնանք տուն։ Դուք համ մեզ ամառանոցի հասցեն կտակ, համ էլ հարևանի հեռախոսի համարը, լավ։ Համ էլ ես երկու հարց ունեմ ու կխնդրեմ պատասխանեք։ Գնանք։ Մենք չափագրում էլ կանենք։ Իսկ դա ինչ արժի։ Դա բոլորովին անվճար է։ Հա, այսինքն կայանի գումարի մեջ է մտնում։ Բա լավ, ասենք կայանը չառա։ Ձեր իրավունքն է, այսպես թե այնպես ծառայությունը բոլորովին անվճար է։ Լավ է։ Իսկ երաշխիք քանի տարի եք տալիս։ Մենք տալիս ենք 30 տարվա երաշխիք եւ վահանակների, եւ փոխարկեփիչների, եւ արտադրողականության համար։ Արտադրողականությունը ո՞րն է, Կարեն ջան։ Տեսեք, մենք պայմանագրով հստակ կիլովատժամ ենք ամրագրում, որը պիտի տարվա կտրվածքով արտադրի ձեր կայանը։ Եթե շեղում եղավ, կամ մենք կվճարենք այդ գումարը, կամ մեր հաշվին կավելացնենք վահանակ, եւ դա 30 տարվա կտրվածքով։ Այ հիմա հասկացա։ Դե, վաղը սպասում եմ ձեր չափագրողներին։ Շատ լավ, ուրեմն պայմանավորվեցինք։ Քնարիք, որ խնդրեմ հաջողորդին կճանապարհեց։ Շնորհակալ եմ։ Հաջողություն ձեզ։ Հաջողություն։ Կարեն։ Հրաչ։ Հրաչ լսում ես։ Բաց դուրը հրաչ։ Չես զգացել, աղաս այսօր մի տեսակ խառն է։ Իդեպ հրաչն է։ Այս քանի օր խառնա, կորածա չկա։
Չգիտեմ որտեղից է իմացել, որ իրար ճանաչում եք, ինձ ուղղակի խնդրելա, որ քեզ փոխանցեմ, որ քո հանքերից մեկը ուզում է գնի։ Բայց ով ասել, որ ես հանք եմ ոճան։ Հա, մեկ էլ հարցրեց ինչ ես սիրում, քեզ ինչ բերի։ Ոչ մի բան պետք չիմամ, լավ։ Մարթա, փոշմանել ես հանդիպել։ Մեգի, սոմեն տեսել ես։ Ջան, ինչ ա, գրվել ես։